Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՖԱՖ հակամարտությունը նոր ընթացք է ստանում։ Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին Հայաստան-Ալբանիա խաղից հետո Հայաստանի հավաքական աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնվեց։ Թիմը մեղադրվում էր պայմանավորված խաղի մասնակցության մեջ։ Հարցն անգամ միջազգային հնչեղություն ստացավ։ ՈՒԵՖԱ-ն շտապեց պատասխանել, հետաքննություն չի սկսվելու, քանի որ Հայաստան-Ալբանիա խաղը կասկածելիների թվում չէ։ 2015 թվականի տարեվերջին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ անշարժումը բողոքի երթեր իրականացրեց դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, արտահայտելով բուռն դժգոհություն։ Երկրպագուները ներկայացրել էին 3 պահանջ՝ հավաքական հրավիրել արտասահմանցի բարձրակարգ մարզչի, իջեցնել խաղերի տոմսերի գներն ու թիմ հրավիրել այն ֆուտբոլիստներին, ովքեր հավաքական չեն հրավիրվում ֆեդերացիայի հետ կոնֆլիկտի պատճառով։ Ֆուտբոլի ֆեդերացիայից չստանալով պատասխան երկրպագուներն ավելացրին 4-րդ պահանջը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու կառույցի գործկոմի հրաժարականը։ ՖԱՖ-ի անդամները նշում են, որ պահանջներից որևէ մեկը կատարված չէ։ Ավելին, հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների թիվն ավելացավ 3-ով։ Յուրամ Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանն ու Գևորգ Կասպարովն այլևս թիմում չեն, իսկ Ռոբերտ Արզումանյանը հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին։ Հավաքականի ղեկը վստահվել է Վարուժան Սուքիասյանին։ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Բելառուս խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՖԱՖ հակամարտությունը նոր փուլ է թևակողում։ Առաջին ճակատի ներկայացուցիչները պնդում են, որ ֆուտբոլի ֆեդերացիան խոչընդոտում է երկրպագուների մուտքը մարզադաշտ։ Լավ հարաբերություններ ֆեդերացիայի հետ չենք կարող անվանել մեր հարաբերությունները ՖԱՖ-ի։ Դա ունի մի շարք պատճառներ, մենք պահանջեցինք 3 պահանջ դրեցինք, պահանջեցինք ՀՖՖ նախագահի եւ գործկոմի հեռացումը։ Իհարկե այդ ամեն ինչը մենք անում ենք հանուն հայկական ֆուտբոլի զարգացման ու ֆեդերացիայի գործողությունները խոչընդոտում են հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Եթե չկա երկրպագուն մարզադաշտում, խոչընդոտում է երկրպագուի մուտքը, խոչընդոտում է, այսինքն ակրեդիտացիա չի տրվում ազատ լրագրողներին ու ֆուտբոլիստները չեն հրավիրվում, ՖԱՖ-ը չի կարող անձայն մնալ ու չի կարող այս ամեն ինչին չարձագանքել։ ՖԱՖ-ի հիմնադիրները նշում են, որ ինչ-որ անհայտ կազմակերպությունների կողմից մարզադաշտում ամրագրված է շուրջ 9000 տոմս։ Երկրպագուներն անիրական են համարում նման ակտիվությունն ընկերական խաղից առաջ։ Մեկ գիշերվա ընթացքում զբաղեցվել է մարզադաշտի տրիբունաների 70-ից 80%-ը։ Շատ պարզ ձևով ֆեդերացիան իր բոլոր հնարավոր լծակներով փորձում է մարզադաշտ թողնել երկրպագուներին, փորձում է մարզադաշտ թողնել ՖԱՖ-ին։ Հրաժարականի պահանջը ինքը կարող է 1 օրվա, 2 օրվա հարց չլինել։ Այս օրադրությամբ ֆեդերացիայի նախագահը ասել է ինքը աշխատելու է, ինքը թասիբի է ինգել, ինչպես ինքը ասեց, ինքը գործելու է։ Երբ ինքը աշխատել է, ես կարող եմ փաստել, որ մենք ինչ-որ արդյունքներ ունեցել ենք։ Եթե լինեն արդյունքներ, եթե լինեն հաղթանակների շարան, կարծում եմ այդ հանրային պահանջը, որ այս օրադրությամբ կա, ինստինկտիվ կանետանա։ Առաջին ճակատի անդամները չեն բացառում, որ առաջիկայում կվերսկսեն բողոքի ակցիաները։ Երբ որ փորձում ենք տոմսեր ձեռք բերել, նրանք արգելափակել են, ուղղակի բլոկ արածվեր այդ տրիբունաները։ Այս պարագայում, երբ որ ֆեդերացիան փորձում է ՖԱՖ-ին չթողնել մարզադաշտ կոմպակտ ինչ-որ հարոքանոց խմբով, որտեղ զբաղեցնենք մարզադաշտում, տուժում է նաև այլ երկրպագուներ, ովքեր ասենք բարի երկրպագում այն բոլոր կազմակերպություններին, ովքեր ի վերջո որոշել են գալ եւ կանգնել հավաքականի կողքին։ Արեն Մկրտչյան, Առաջին լրատվական։